Ողջույն, մեր ոդկասթի արդեն 3-րդ էպիզոդն է։ Ես Աննա Գասպարյանն եմ, բժիշկ մաշկաբան, Մալեթի կլինիկայի տնօրեն։ Մեր ոդկասթը կոչվում է Արտաքինը ներսից, քանի որ ամենակարևոր փոփոխությունները լինում են հենց ներսից, երբ մենք մեզ լսում ենք թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Ողջույն Սպարտակ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հյուրն է Սպարտակ Դովլաթբեկյանը, կինեզիթերապևտ, մանուալ թերապևտ, ռեաբիլիտոլոգ, ինչպես նաև Հայաստանում սպայի հիմնադիրներից մեկը։ Նորից ողջույն Սպարտակ։ Ողջույն։ Մարմինը հիշում է ֆիզիկական եւ աշխատանքը եւ ընդհանրապես թե ինչ է կատարվել իր հետ, արդյոք մերսումները ինչ որ ձևով ազդում են նաեւ մեր հոգեբանական վիճակի վրա եւ թեթևություն են հաղորդում ոչ միայն մարմնին, այլև մտավոր թեթևություն են հաղորդում եւ եթե այո, ապա ինչպես ես տեսնում դրա կապը։ Իհարկե տեսնում եմ, որովհետեւ շատ հաճախ պացիենտները, երբ որ դիմում են մեզ, գալիս են մերսումների, բուժման ընթացքում նկատում ես, որ մարդկանց տրամադրությունն էլ է փոխվում, ինքնազգացողությունը, որովհետև անմիջապես կապված է մերսումը եւ մասնագետը, որ մերսումը շատ կարեւոր է, որպեսզի ինքը ճիշտ մոտեցում ցուցաբերի պացիենտին, ճիշտ բուժման ձև կամ սպա մերսում մատուցելով տրամադրություն ենք մենք նաեւ տալիս պացիենտին, այսինքն պացիենտը կարող է եւ հոգեպես փոխվել, ինչ է կատարվում իր հետ, լավացնելով արյան շրջանառությունը, հա, մի քիչ կարճ թեթև պատմեմ, ինչա ստացվում, ազդելով նյարդային համակարգի վրա, արյան շրջանառության վրա, ավշային հանգույցների վրա, մկանների, նաեւ լավացնում ենք գլխուղեղի սնուցումը։ Եվ ինչ է կատարվում մարդու մոտ։ Մարդիկ կա, ովքեր հոգնած են աշխատանքից հետո կամ գերհոգնած են միշտ լինում եւ կարիք ունեն գալու, ստանալու հանգստացնող մերսումներ կամ սպա ծառայություններ ստանալու կամ բուժական մերսում ստանալու։ Այդ ընթացքում կատարվում է ակտիվ բիոխիմիկ process օրգանիզմում, որը նաեւ ազդում է մարդու տրամադրության վրա, որովհետեւ երբ որ մարդը սկսում է ապակինվել, սկսում է իրեն լավ զգալ, սնուցումը լավանում է, դեպի գլխուղեղ գնացող անոթները ակտիվանում են, մարդու տրամադրությունը փոխվում է, ինքը դառնում է առույգ, ավելի ակտիվ եւ անկախ իրանից արդեն ամբողջ օրը իր համար հաճելի է լինում։ Իսկ օրինակ այդ ֆիզիոլոգիական պահը բացառելով, հա, հանենք այն մասը, որ մենք ստանում ենք իհարկե ֆիզիկապես, հա, եւ արյունամատակարարման լավացում եւ այլն։ Այ ինքնագնահատականի վրա ոնց են ազդում մերսումները, այսինքն տես օրինակ գնում ենք խանութ, հա, ինչ որ մի բան ենք գնում, այդ պահին պարզ է ոչ մեր արյունամատակարարումն է լավանում, ոչ մի բան, բայց մենք գոհ ենք ու տրամադրությունը ու դոֆամին է արտադրվում եւ այլն, հա, բարձրանում է օրվա ընթացքում ու մենք մեզ երջանիկ ենք զգում։ Հիմնական մերսումներ նշում ենք, որ կուրսային ինքը պրոցեդուրա է, ֆիզիոլոգիական լիարժեք արդյունք ստանալ, լիարժեքի մասին խոսքը ստանալու համար, բայց ինչ կարծիքի ես, ինքնագնահատականը արդյոք բարձրանում է, երբ որ մարդը ինքնախնամք է, դա ինչ է, որ տրամադրություն տա հենց բարձրանում, հենց այդ պահին հələ դու չես ազատվել դեռ քո ֆիզիոլոգիական ցավից։ Օրինակ ասեմ սենց, ես նաև մարզիչ եմ շատ երկար տարիների, եւ երբ որ մարդը գնում է դահլիճ, սկսում է մարզվել։ Նկատել եք դուք շատ մարդիկ, երբ որ մարզվում են, պահի տակ մեկը կանգնում են հայլու դիմաց։ Հա, առաջին մարզումից հետո, չէ՞ Առաջին մարզումից հետո, ասես նայում են, ասենք ինչն է փոխվել, մկանները տոնուսի մի փոքր գալի, տրամադրությունը բարձրանում է, իրան թվում է, որ արդեն ինչ որ բան փոխվել է օրգանիզմում, իհարկե փոխվում է, բայց կամաց, հա, էտապներով։ Հիմա նույնը մերսումն է, նույնը օրինակ ձեզ մոտ երբ որ գալիս են խնամքի, հա, մարմնի խնամքի, երեսի խնամքի, ինչ է կատարվում։ Կանանց թե տղամարդկանց մոտ ինքնա ոնց որ ոչ թե ինքնահաստատվում են, այլ ինքնասիրո երևի բարձրանում է իրանց գնահատականը իրանց հանդեպ, որտեղ դու ինքդ քեզ ես խնամում, դու փորձում ես զբաղվել քեզանով, իսկ դա մենք այսօր շատ ունենք այդ կարիքը, եւ ես, եւ դուք, եւ մնացած մարդիկ, որովհետեւ առավոտից երեկո աշխատում են քրտնաջան եւ այդ գերօգնածությունը բերում է ինչ որ տուպիկի։ Երբ որ դու գնում ես մերսման, դու ինքդ քեզ ոնց որ ինքդ քեզ ես Հա, ռուսերեն բառը պաշրենյա։ Պաշրենյա, հա, ինքդ քեզ ինչ որ ուզում ես ինչ որ լավ բան արած լինես, դրա հետ միասին իհարկե անում ես, հա։ Մենք երկար տարիներ, օրինակ շատ երկար տարիներ, կարող եմ ասել 2000 թվականից վեր, փորձում էինք ժամանակին սպան զարգացնեինք Հայաստանում, ինչի համար, որ մարդիկ կարողանան խնամեն իրանց մարմինը, իրանց երեսը, ոնց որ մազերն են կտրում կամ սափրվում,
եւ այդ կուլտուրան տարիներ շարունակ զարգացրեցինք եւ այսօր տեսնում ենք, որ բավականին զարգացած է այս սֆերան։ Այո, եւ բուժականը, վերականգնողական, այսպես ասած, համակարգը մեր եւ սպան բավականին զարգացել է եւ գնում է դեպի զարգացման։ Այսինքն մենք երբ որ դա ստանում ենք, անկախ մեզանից մեր տրամադրությունն էլ է բարձրանում, հոգեկան վիճակն է ավելի թեթև ես քեզ զգում, ավելի հանգստացած ես քեզ զգում։ Իսկ ինչի մեջ է թաքնված, օրինակ իմ աշխատանքի մեջ եմ ես դա նկատել, հա, գաղտնիքը նրա, հանենք այդ ֆիզիկապես որ ժամանակ չունեն մարդիկ եւ այլն, հա, որովհետեւ իրականում եթե մենք խորանում ենք մի բան մեջ, ինչը որ մեր համար իրոք կարեւոր է, արժեք է ներկայացնում, մենք դրա համար միշտ ժամանակ ունենում ենք ու գտնում ենք, ինչի ինքնախնամքը, ինչի մեր մարմինը սիրելը, մեր մարմնի մասին հոգ տանելը, որ գոնե հետագայում շատ խնդիրներ կանխարգել ենք, հա, մերսման միջոցով, ապարատային ֆիզիոթերապիայի միջոցով առաջնահերթություն չի հանդիսանում ու մեր եւ ազգաբնակչության մեջ շատ եմ այդ նկատել, որ այդ դանակը ոսկորին հասցնելու խնդիրը կա, օրինակ շատ հաճախ ես տեսնում եմ, հա, ռիսեպշնում էլ տեսնում եմ, որ sense մեջքը ծալված, ընդհանրապես չի կարողանում պացիենտը քայլի, բերում են ձեզ մոտ կամ ֆիզիոյին են բերում կամ հետազոտության են բերում, հա, այդ աշճանի ինչի ենք հասցնում, վստահ եմ, որ շատ հաճախ դա չի լինում մեկ անգամով, այլ լինում են սիգնալներ, նշաններ, հա, առօրյայում, որ ինչ որ մի բան ինչի ենք մենք սովոր, մենք հայերս, հա, հասցնել այդ աշճանի նոր այցելել բժշկի։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Նախ կասեմ, որ դա եկել է երևի թե ոչ թե հիմա, այլ շուտվանից է զարգացել եւ ինչից է դա զարգացել, որտեվ մարդիկ ես ներողություն կխնդրեմ մեր բոլոր գոլեգաներից, նաեւ ունեն գոլեգաներ, որոնք մոտեցում ուրիշ ձև են ցուցաբերում պացիենտին եւ մարդկանց մոտ անվստահություն է զարգանում։ Ինքը ասում է, դա ավելի լավ է ես դիմանամ, որտեվ գնալու եմ ես այս բժիշկը ինչ որ մի բուժում կնշանակի, հետո կուղարկի մյուս բժիշկին, այն մյուսը ուրիշ բուժում կնշանակի, դրա հետ միասին անվստահություն է զարգանում մեր բոլոր բժիշկների հանդեպ։ Բայց պացիենտը պետք է մի բան հասկանա, նախ առաջինը բժիշկը պետք է հասկանա ինչպիսի մոտեցում ցուցաբերի, ցույց տա այդ պացիենտին։ Մենք օրինակ վերականգնողաբաններս առաջնային ազդում ենք հոգեբանորեն, այսինքն դու պետք է այնպես պացիենտին ընդունես, որ պացիենտը քեզ վստահի, բայց ոչ թե դերասանություն անես, այլ իրոք հոգատար մոտեցում ցուցաբերես, ոնց որ ամենահարազատիդ կբուժես այդ պահին, որովհետև մենք պարտավոր ենք դա անենք։ Երբ որ պացիենտը գալիս է, մենք պարտավոր ենք իրան ընդունենք որպես հարազատ մարդ, մենք բժիշկ ենք, առաջնային բժիշկ ենք, իսկ բժիշկը պարտավոր է ճիշտ մոտեցում ցուցաբերի, վստահություն ներշնչի պացիենտի հանդեպ, նա պացիենտի մեջ, որպեսզի պացիենտը եւ ինքը իրեն հավատա, եւ հավատա դիմացի բժիշկին, ով որ զբաղվում է իր բոլոր հարցերով։ Պացիենտը պետք է զգա, որ պատասխանատվությունը սիտուացիայի քո վրա է վերցրել։ Երբ որ դա կլինի, այսինքն դու վերցնում ես քո վրա, պացիենտը արդեն քեզ վստահում է ու այդ ամեն ինչը կփոխվի մեր մոտ։ Եվ կուլտուրան կզարգանա եւ հիմա տեսնում եմ արդեն գնալով զարգանում է, մարդիկ գնում են, խնամում են իրանց, հա, ինչ որ փորձում են 6 ամիսը մեկ, մի քանի ամիսը մեկ այցելել թե մեզ մոտ, մեր կլինիկան, թե ուրիշ բժիշկների մոտ, այսինքն անցնել հետազոտություններ, որի հետազոտության հիման վրա սկսում են արդեն բուժվել։ Այդ կուլտուրան տարիների ընթացքում ավելի շատ կզարգանա ու ավելի լավ կլինի։ Դա կախված է մեզանից, բժիշկներից է, մասնագետներից։ Համաձայն եմ այն առումով, որ ամեն մեկս անելով մեր աշխատանքը ճիշտ, վերցնելով սիտուացիայի պատասխանատվությունը մեր վրա, պացիենտի առումով, հա, խոսքը նրա մասին չի, որ դու նշանակումն անես ու պացիենտը ոչ մի բանի չհետևի, հա, բայց երբ որ պացիենտը զգում է, որ ինքը ունի իր դժվարության մեջ կուրատոր, ասենց ասած, հա, օրինակ իր մեջքը ցավում է, իր կուրատորը Սպարտակ Դովլատբեկյանն է կամ ֆիզիոթերապևտն է կամ վերականգնողաբանն է, ինքը ունի ակնեի խնդիր, իր կուրատորը, իր մաշկաբանն է ու ինքը ունի մարդ, որը իր ձեռից բռնած
կտանի այդ դժվարության մեջով ու իրար հետ իրանք դուրս կգան, հա։ Այդ համաձայն եմ, որ անբարեխիղճ մոտեցումից էլ շատ անգամ լինում է ու կարամ ասեմ, որ շատ բացեր գալիս են դեռ բուհական կրթությունից, եթե իհարկե խոսքը կրթություն ստացած մասնագետների մասին է, շատ բացեր կան ցավոք, որոնք տեսնում եմ, որ շատ ակտիվ փորձում են, հա, եւ բժշկական համալսարանում շտկել, ավելի կարգավորել, ավելի լավացնել որակը կրթության, որ ավելի պրակտիկ լինի մեր ստացած կրթությունը, իհարկե տեսական կրթությունը հիմնակարն է, առանց դրա չի լինի, բայց երբ որ ավարտում է մասնագետը, արդեն ինքը պրակտիկ ակտիվ կարողանա աշխատի, նույն խնդրի հետ ես էլ եմ շատ առնչվել, պացիենտները շատ ասում են, արդեն եղել եմ մաշկաբանի մոտ, արդեն վճարում եմ կատարել եւ իր բուժումը ինձ ընդհանրապես չի օգնել։ Իհարկե կոմպետենտությունը պահում ենք մաքսիմալ, նայում եմ, տեսնում եմ, որ բուժումը օրինակ ինչ որ միջազգային գայդլայններից շեղումներ ունի, որ այդքան էլ էֆեկտիվ կարող է չլինել այս պացիենտի պարագայում կամ այս ծանրության աստիճանի պարագայում, բայց նախ պետք է պահենք այդ գոլեգայի հանդեպ, հա, կոմպետենտությունը, բայց չես էլ կարող պացիենտին ասել, գիտես, սա լրիվ սխալ էր, արի ես ճիշտը նշանակեմ, դրա համար այո, վստահությունը իջնում է ու դրա համար հասցնում են շատ հաճախ դանակը ոսկորեն։ Մի հարց էլ, հա, այ օրինակ այդ վստահության մասով ինձ շատ հետաքրքիր է, օրինակ մենք ձեզ գիտենք, երկար տարիներ միասին աշխատում ենք, որի համար շատ ուրախ եմ եւ տեսնում ենք լավ արդյունքներ եւ գալիս ենք, բնական է, որ կգանք, հա, բայց օրինակ ես մարդ եմ, որ բժշկությունից ոչինչ չեմ հասկանում, իմ մեջքը ցավում է ու ես ուզում եմ գնամ վերականգնողաբանի մոտ, ես զգում եմ, որ այդտեղ ձեռքի աշխատանքի ինչ որ բան կա, դե զգում եմ, չգիտեմ, կա թե չկա, զգում եմ ու գնացել եմ այցի, ուզում եմ հասկանամ արդյոք կարող եմ ես 1 կամ 2 այցով, որտեվ կուրսային են, չէ, նման միջամտությունները, պրոցեդուրաները, հասկանամ արդյոք ընկել եմ ճիշտ մասնագետի մոտ, արդյոք այստեղ ինչ որ խաբեություն կա, անորակ ծառայություն կա կամ որակով կա այդպիսի կրիտերիաներ, մի քանի բան որ թվես, թե չկա։ Իհարկե կան, ոնց չէ։ Նախ ասեմ, որ օրինակ Աննան այցելում է ինձ մոտ հարցերով, այ հիմա դուք եկել եք եւ ուզում եք ճշտեք, դիմացը մասնագետը կանգնած թե ոչ։ Նախ մասնագետը միջև չսկսի բուժելը չեք հասկանա։ Բայց առաջնային կարծիք կազմելը ես ոնց եմ տեսնում մասնագետին։ Դա կախված է առաջնային կաբինետից մասնագետի, հա, մաքրությունից մասնագետի, այսինքն մասնագետը պետք է լինի պացիենտի համար ոնց ասեմ, կոկիկ, հա, երևի։ Ոչ թե կոկիկ, այ առաջնային հենց միանգամից դավերան ներշնչի, այսինքն վստահություն։ Երկրորդը բժիշկը պարտավոր է փոքրիկ գոնե ինչ որ անամնեզ հավաքի, այսինքն պացիենտի մասին որոշ հարցեր տա առողջության հետ կապված, առաջնային գոնե սկզբից, որի հիման վրա հետո մտածի, պետք է հետազոտություն անել, ավել, ինչ որ ուղղորդել ուրիշ մասնագետների մոտ, թե ոչ, ոչ թե միանգամից ասի արի, օքեյ, եկել ես մասաժի, հենց այսօր քեզ մերսում եմ նշանակում, պետք է հարցեր տա, որովհետև լիքը խանգարող խնդիրներ կան, որի ժամանակ օրգանիզմում չի կարելի կատարել մերսում կամ ֆիզիոթերապևտիկ բուժում կամ կինեզիթերապիա կլինի, նաև սպա պրոցեդուրաներ։ Իսկ տեսեք այդ հետազոտությունների բախով, հա, ինքը մի քիչ վախացնում է պացիենտներին, հա, հաճախ ես էլ որպես մասնագետ եւ ակտիվ Instagram-ից նամակներ եմ ստանում սոցցանցերից, հա, որ օրինակ sense հարց են տալիս, ինչ կարժեն է, ես հասկանում եմ մարդկանց, որովհետև դա հեշտ չի, հա, առօրյայում նաև հատկացնել, եթե դա օրինակ ինշուրանս չի եւ այլն, հա, հատկացնել նորմալ բուժմանը, նորմալ գումար, կիսատ բուժումները գիտենք, որ լավ չեն ավարտվում, ինչ կարժեն է ակնեի բուժումը, հա, ու երբ որ դու պացիենտին ասում ես իրականությունը, շատ հազվադեպ չեմ ասի, բայց շատ գիտակցված պացիենտ պետք է լինի, որ դա հասկանա, հա, որ դու չես կարող այսպես գուշակել, ակնեա, ուրեմն պետք է տա այս անալիզները, ուրեմն պետք է անի սա, հա, որովհետև կարող է իրան անպետք անալիզ լինի այդտեղ օրինակ։ Կարող է ընթացքում ուրիշ ինչ-որ խնդիր բացահայտվի։ Բայց դա չի վախացնում պացիենտներին, որ օրինակ ուղղորդում ենք հետազոտության, հա, շատ հաճախ այդ վատ փորձառություններ ունեն, չէ, որ անիմաստ հետազոտություններ են ուղարկում։ Ես անկեղծ ասեմ, ես ունեմ պացիենտներ երկար տարիների, արդեն 31 տարի կլինի ես բնակավարում եմ,
ջայլը մերևում բայց էլի։ Լավ եք պահպանվել։ Ուրեմն ասենց ասեմ, ինչ ա լինում։ Ունեմ պացիենտներ, որ զանգում են, ասում են դոկտոր Սպարտակ։ Էս խնդիրը ունեմ, ինչ կասես, ինչ պետք է անենք։ Բայց այդ ընդհանրապես դոկտոր Սպարտակի հետ կապ չունի։ Բայց արդեն ես այնքան եմ իրանց հետ շփվել ու վստահություն ձեռք բերել իրանց մոտ, որպես բժիշկ եւ որպես ընկեր արդեն, որ մարդիկ իմ կարծիքը հարցնում են։ Այսինքն, երբ որ պացիենտը գալիս է քո մոտ, ես աշխատում եմ մաքսիմալ ազնիվ լինել։ Այսինքն ինձ պետք է չի ես փաթեթ վաճառեմ իմ պացիենտի վրա։ Ինձ պետք է չի ասեմ, գիտես դու իմ մոտ պետք է գաս 15 կամ 20 սեանս։ Ոչ, ես կտամ իրեն անկեղծ եմ ասում, ես ինքս մի քանի ձև։ Ունենք այս բուժման ձևը, ունենք այս բուժման ձևը եւ կարող ենք անել մեկ ուրիշ այլ ալտերնատիվ ձևով։ Ընտրում եք դուք, ինձ ասում են դոկտոր, չէ դու պետք է ընտրես։ Ասում եմ, եթե ես եմ ընտրում, ես ընտրում եմ սա։ Լավագույնը։ Այո, ես կտա լավագույն արդյունքը։ Ես խորհուրդ կտամ սա։ Եթե դուք հնարավորություն չունեք կամ ինչ-որ խնդիր կա, ես կփորձեմ օգնեմ ձեզ նաև այս մեթոդով բուժել։ Բայց չսպասեք այն առաջինի արդյունքը կոպիտ ասած։ Ես կարամ զգուշացնեմ ու ես ավելի լավ ազնիվ լինեմ, ասեմ, գիտեք ինչ կա, կամ ունենք օրինակ մի հատ շատ վատ օրինակ բերեմ, շատ պացիենտներ կա, որ գնացել են մասնագետի մոտ լուրջ խնդիրով, երեխան ունի սկալիոզ ողնաշարի, որը գրեթե անբուժելի հիվանդություն է համարվում։ Կարելի է սկալիոզը ուղղակի կանգնացնել process-ը, կարելի է լավացնել, ասենք, աստիճանը թեքվածության, մի քիչ նորմայի բերել, նայած որ կարգի է սկալիոզը։ Ինչ են անում բժիշկները։ Չեմ ասի բժիշկներ, դրանք բժիշկ չեն կարող կոչվել։ Որոշ մասնագետներ, որոնք կանգնում են ասում են, ինձ կվճարես, չգիտեմ, կոպիտ ասած $2,000, ես երեխայի ողնաշարը ամբողջովին կշտկեմ։ Խաղալով ծնողի հոգեբանական այո, ծանր այդ ժամանակ խաղում են հոգեբանական վիճակի վրա ծնողի, այդ րոպե ծնողը կորցրած իրան ամեն ինչը վճարում այդ գումարը եւ գնաց անվստահությունը բոլոր մասնագետների հանդեպ։ Այսինքն վերջացավ դավերանը։ Այդ ասած, այսինքն գալիս են, մենք բացատրում ենք։ Բժիշկը պարտավոր է բացատրի պացիենտին իր խնդրի մասին, շատ մասնագետներ ունենք, որոնք չեն ուզում մանրանան պացիենտի հետ, բայց պացիենտը կարիք ունի այդ ամեն ինչ։ Ես հասկանում եմ, որ բժիշկները հոգնում են, մենք էլ ենք հոգնում։ Օրը 15-20 հոգի պացիենտ ենք ընդունում եւ ֆիզիկապես եւ հոգեպես հյուծվում ենք, բայց դա մեր մասնագիտությունն է։ Մենք պարտավոր ենք, ոչ մեկ մեզ չի ստիպել գնալ ու մի հատ լավ արտահայտություն կա, հա, լավ իմաստով, հա, որ բժիշկը մարդու ծառան է, այսինքն մենք ընտրել ենք այդ մասնագիտությունը իմանալով, որ իհարկե դա աշխատանք է, դա մեր նաև գումար աշխատելու եւ ապրուստի, այսպես ասած, միջոցն է, բայց հոգեբանական, էմոցիոնալ առումով բժիշկը պետք է տրվի եւ նվիրվի պացիենտի խնդրին։ Բայց չայրվի միջև։ Չայրվի, հա, չայրվի, այնքան որ հետո մյուս պացիենտներին էրի։ Բժիշկ չեն դառնում, բժիշկ ծնվում են։ Ինչքան ուզում ես սովորի, եթե դու ներքուստ բժիշկ չես, Աստված քեզ չի տվել այդ շնորհքը, դու չես դառնալու։ Դու կդառնաս, դու կունենաս ինչ-որ դիտխոսներ եւ այլն, բայց դու չես լինի բժիշկ։ Բժիշկը ծնվում են։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Էլի հոգեբանությանը ինքնագնահատականին անդրադառնանք, հա, նկատել ես կեցվածքը ինչ ձևով է ազդում մարդու հոգեբանության ինքնագնահատականի վրա ու հակառակ կապնել, հա, օրինակ կեցվածքի խնդիրներ, ինչ տիպի մարդիկ են ավելի հաճախ ունեմ, թե դա զուտ ֆիզիկական խնդիր է։ Ես կասեի, որ այդ ֆիզիկական խնդիրը ազդում է նաև հոգեկան վիճակի վրա։ Ոնց կարող է չազդի։ Օրինակ, եթե մարդը սկալիոզ ունի կամ ունի բեղջերևի հիվանդություն կամ ունի հետվիրահատական խնդիր, որը այդ պահին ստիպում է իրան կծկված լինել կամ վատ քայլել, այդ ամենը ազդում է իր հոգեկան վիճակի վրա, որովհետև ինքը սկսում է լարվել, ինքը իրան թվում է, որ բոլորը իրան են նայում, իրան ինքը սկսում է անկախ դրանից, օրինակ բերեմ, մարդ կա, որ հետվիրահատական խնդիր ունի, ոտքը վիրահատել են, եւ այդ մարդուն ամեն ձև փորձում ես համոզել, որ ինքը պետքա փայտ բռնի, հա, հենակով քայլի, որոշ ժամանակ ինքը պետք է հենակով քայլի։ Իր մոտ կոմպլեքսներ առաջանում, որ ինքը ոնց ես հենակով քայլեմ կամ փայտով։ Հա, թուլության ինչ որ նշան է, բայց երբ որ դու իրան բացատրում ես, որ հարազատս, դու պետքա այս պահին քայլես այս հենակով, որտեղ այս հենակը պետքա որ վաղը մսոկո կեցված կլինի։ Ճիշտ։ Շիտակ, գեղեցիկ, ամուր։
Երբ որ սկսում ես բացատրել հոգեբանորեն ազդել այդ ամեն ինչի վրա, իր հոգեկան վիճակը փոխվում է։ Հիմա եթե մարդը գնում է դահլիճ մարզվում է եւ իր մարմինը գեղեցիկ է, հոգեկան վիճակը իր ո՞նց է։ Ինքնավստահ, հա, իրան թվում է ինքը ուժեղ է, իրան թվում է որ իր մարմինը գեղեցիկ է, իր վստահությունը ինքը իր հանդեպ իր վստահությունը բարձրանում է եւ ինքը ստինքյան մարդկանց մեջ շփվելուց ինքը բավականին ինքնահաստատված է լինում։ Նաեւ ինչ որ չափով ոնց որ եւ մարդիկ ովքեր խելացի են, կարդացած են, հա, գիտելիքներով հարուստ են, իրանք էլ են, չէ, ինքնավստահ լինում։ Այդ երկուսը իրար հետ երբ որ լինում է, գերազանց է լինում։ Այսինքն որ եւ խելացի է լինում մարդ եւ մարմնով էլ է լինում, ասում եմ, здоровым теле здоровый дух, հա, եւ այդ ռուսները դες մի բան ասեմ, ես շատ եմ այդ ստատիստիկա չեմ կարող ասեմ, որտեղ թվային չեմ վարում, բայց շատ եմ հետևում, հա, պացիենտներին, ում մոտ ինչ տիպի պացիենտներ են գալիս կլինիկա, հա, որ բաժնից ինչ պացիենտներ են օգտվում, հիմա այդ վերականգնողաբանության մասով ասեմ, որ ինչ եմ նկատել, հա, որ հիմնականում գալիս են միջին տարիքի մարդիկ ոչ թե նրա համար, որ իրենց մեջքն է սկսել ցավալ, այլ գալիս են պրոֆիլակտիկ, շատ հաճախ տեսել եմ, որ սուր վիճակներ իհարկե շատ ես ընդունում, բայց տեսել եմ, որ պրոֆիլակտիկ մարդիկ կան, որ տարվա մեջ իրանց 2 անգամվա կուրսը, նվազագույնը, հա, երբ բռնացնեն այդ կուրսի ազատ հնարավորությունը գալիս են։ Ու նկատել եմ, որ դրանք հիմնականում ինքնավստահ եւ իրենց ոլորտում հաջողակ մարդիկ են, մեկը ընտանիքում է հաջողակ կին մայր, մեկը աշխատանքի մեջ հաջողել է, հա, եւ այլն։ Ես հակառակ կապել եմ, գիտես, տեսնում, որ այն մարդիկ, ովքեր ունակ են իրանք սիրել, իրանք մարմինը սիրել, իրանք մասին հոգ տանել, ունակ են սխալվել, թույլ տալ իրենց սխալվել կյանքում, հա, ընդհանրապես, նաեւ սիրում են հոգ տանել իրանք մասին, հա, ու հաջողությունների են հասնում նաեւ այլ ոլորտներում։ Էդ էլ եմ նկատել այդ հակառակ կապը, հա, որ այն մարդիկ, ովքեր ունեն լավ կեցված, իրանք ինքնավստահ են ու այլ ոլորտներում են հաջողակ, հա, ոչ միայն առողջության ոլորտում։ Իհարկե, ամենը ազդում, հա, ես պացիենտներ կան, որ իրոք գալիս են, ասում են, այս հատվածս պարարոցից ոնց որ ինչ որ բանա կուզի կա հայտնվել։ Մի հատ կնայես երկար աշխատում եմ համակարգչի առաջ, մարդու մոտ կոմպլեքսներ են ինչ որ առաջանում։ Տարիների ընթացքում բոլոր մասնագետները ունեն ինչ որ խնդիրներ մասնագիտական։ Այ մեր աշխատանքը նրա մեջ է առաջնային, որպեսզի այդ խնդիրները կանխենք։ Այո։ Ոչ թե վատացած, բարդացած գան, այ ոնց ասում ես սրացած վիճակում շատ են մոտս գալի։ Ճարացել դա ամենաանշնորհակալ գործն է։ Բայց երբ որ մարդիկ պրոֆիլակտիկ են գալի, բուժվում են, ոչ թե բուժվում են, այլ խնամում են իրանց։ Այդ ժամանակ իրանք ինձ շատ են օգնում, որովհետև իրանք չեն հասնում այդ վիճակին եւ միշտ ինքնահաստատված ու գեղեցիկ են։ Այո, համաձայն եմ։ Իսկ թվում է ինչ որ բաներ մեր մանկության կոմպլեքսներից էլ է գալիս, գիտես, այդ հանդուրժելու սովորությունը, որ մենք պետք է ամեն ինչը հանդուրժենք, ցավը եւ այլն, ես էլ ունեմ այդ կոմպլեքսը, կոմպլեքս չի, գիտես, սովորություն է։ Բոլորս էլ ես 90-ականների ծնված եմ, հա, ինչ որ առումով այդ խորհրդային դպրոցը, որ դպրոցական տարիները դեռ այդ ֆորմատով է գնացել իմ մոտ, հա, դու էլ արդեն ավելի շուտ ու իմ սերնդակիցների մոտ, այ ինչի են տարբերում են, չէ, զումերները, միլենիալները, հա, ինչով են տարբերվում, որ մեր մոտ այդ գաղափարը, որ եկել է երևի մեր ծնողներից, տատիկ պապիկներից, որոնք ԽՍՀՄ ժամանակում են մեծացել, որ պետքա դիմանալ եւ հանդուրժել հանուն ընդհանուրի, հա, որ դու ընդամենը վինտիկ ես ընդհանուրի մեջ, ինձ թվում է այդ գաղափարն էլ, հա, մեզ սրսկվել է կրթության, ընտանիքի, դաստիարակության միջոցով, հա, ու շատ դեպքերում այդ հանդուրժելը նույնիսկ կապված չի լինում ոչ ֆինանսի հետ, ոչ նրա հետ որ վստահություն չկա բժշկի հանդեպ, ոչ ժամանակի հետ։ Այնա որ եթե ես օրինակ աշխատանքի եմ, ընտանիքիս համար ես պետքա, օրինակ, չգիտեմ, 5000 դրամ ավել այդ մի ժամում աշխատեմ, ինչի ես ոնց իրավունք չունեմ ես գնամ պարկեմ մերսման, հա, այս ինչ որ ներքին բանն էլ կա ինձ թվում է։ Սենց բան պետք է լինի, պետքա քեզ ներքուստ սիրես։ Մի հատ լավ խոսք կա, չէ, ասում են, այռուցը առաջինը ինքն է սնվում, նոր իր ձակուկներին է կերակրում։ Որովհետև եթե այռուցը հիվանդացավ սատկես, ձակուկները չեն ապրելու։ Համաձայն եմ։ Հիմա այդ նույն ձևի պետքա, չեմ ասում էգոիստ լինես, պետքա իրոք սիրես քո հարազատներին, պետքա իրանց ամեն ինչ անես իրանց համար, հա, բայց մի փոքր առաջնային դու պետքա քեզ սիրես, որովհետև քեզ խնամելով, քեզ հաճոյանալով ինքդ քեզ դու բարձրացնում ես քո գնահատականը ինքդ քո հանդեպ,
իսկ դա բերում է ինքնավստահության, դա բերում է ամեն ինչի, այսինքն շատ ժամանակ ուղղակի մարդիկ գնում են շոփինգ են, չի անում, գնում են խանութ, ինչ որ բան են իրանց համար գնում եւ դրանով հաճույացնում են տրամադրություն իրանց բարձրացնում են, կամ գնում են հանգստանալու։ Այն նույնը կլինի դա մերսումը, նույնը կլինի դա մարմնի կամ երեսի խնամք, հա, գալիս են դերմատոլոգների, կոսմետոլոգների մոտ, այդ ամեն ինչը բերում է ինքնահաստատման, գնահատականը բարձրացման եւ դա մեր աշխատանքն է նաև թե վերականգնողաբանների, թե էսթետիկ բժիշկների, նաև եւ այն ամենա բարդ բժշկության մեջ պրոֆեսիա ունեցող մարդկանց, որպեսզի մենք մարդկանց բացի առողջությունից նաև հոգեկան վիճակն էլ առողջ պահենք, որտեղ այդ ամեն ինչ իր հետ կապված է։ Հաստատ, հա, նկատել եմ, օրինակ շատ հաճախ մամաները 50-ից 60 տարեկան են լինում, աղջիկը 25-30, հա, շատ հաճախ աղջիկները բռնի ուժով բերում են էսթետիկ միջամտությունների մամաներին ու այդ մաման այնքան ամաչելով է գալիս ու ամեն երկրորդ բառը կոնսուլտացիայի ժամանակ ինձ ասում է բժշկուհի ջան, սա ինձ պետք չի, աղջիկս է ստիպում։ Ինքը մեղքի զգացում է զգում, որ ինքը իրանով պետք է զբաղվի այդ պահին, հա, ու ես ասում եմ տիկին ջան, դուք հիմա մեղք չեք գործում, հակառակը, երբ որ դուք ունենաք լավ տրամադրություն, նայեք հայլու մեջ ձեզ դուր գա ձեր տեսքը, այդ օրը ժպտակ ձեր թորնիկին, ձեր աղջիկը տեսնի, որ դուք ավելի դանդաղ եք ծերանում, հա, քիչ կքչանա իր մոտ ծնողի կորստի ստրեսը, օրինակ, հա, դուք լավություն եք անում ձեր երեխան, էլ չասեմ վերականգնողաբանության մասով, որ հասցնում են շատ հաճախ մեր հայ ծնողները, որ նեղություն չտան իրենց այդ պահին ակտիվ աշխատող գումար վաստակող զավակին, օրինակ կատ է անցնելու կամ ինչ-որ MRT-ի գումարի, սոնոգրաֆիայի գումարի նեղություն չտան, դիմանում են այն աշճան, որ դառնում են պարկած հիվանդ, որով խալխլում են, լրիվ խախտում են այդ առօրյան իրանց զավակի, արդեն մեծ ծախսերի ինչ-որ խնդիր է առաջանում, հա, եւ հարգելի ծնողներ, մեծեր, խնդրում եմ, մի դիմացեք ոչ մի բանի, հա, շուտահազանգեք, եթե խնդիր ունեք, դրանով դուք միայն օգնում եք ձեր տան անդամներին, ոչ թե հասցնում եք արդեն ահռելի ծախսերի եւ անելանելի իրավիճակների։ Իհարկե, այո, դոկտոր ջան, շատ ճիշտ է, որովհետեւ ինչքան խորանում է, այդքան մենք ավելի դժվար ենք կարողանում օգնենք ու ամբողջ այդ ընտանիքը սկսում է զբաղվել այդ հոգսով, ավելի են վատացնում վիճակը։ Այո, ու առաջնային երևի ոնց դուք նշեցիք կոնսուլտացիան, հա, եթե առաջնային կոնսուլտացիան պարտադիր է պետք եւ պետք չի կոնսուլտացիայից խուսափել, շատ ժամանակ զանգում են հեռախոսով, բժիշկ, այս դեղը որ խմեմ, ստեղից ցավում է, լավ կլինի, ասում եմ գիտես, ես կարող եմ հիմա ցավազրկող կամ հակաբորբոքային ինչ-որ բան հեռախոսով նշանակել։ Խնդիր չեմ տեսնում եւ անպայման չի որ այցելես ինձ մոտ, որպեսզի գումար վճարես, որ այս ժամանակ հատկացնեմ, խոսամ քո հետ, բայց լավ կլինի մոտենաս, ինքնաբուժությունով չզբաղվենք հեռավորության վրա, որովհետեւ կան խնդիրներ որոշ, որոնք այդ պահին բժիշկը կարող է նկատած չլինի, հեռախոսով հաստատ չի հասկանա ինչա կա։ Իհարկե, կոնսուլտացիան մեզ մոտ, ձեզ մոտ տևում է 15-20 րոպե հաստատ, մաշկաբանական կոնսուլտացիան էլ 50-ից 60 րոպե վարում ենք կոնսուլտացիա, հա, ու այդ ընթացքում դու չես կարող այդ նույն բանը անել հեռախոսով։ Իհարկե, հետո գալիս եմ պայտակ նայում եմ, ցավ ունի այդ մարդը, ինչքան ուզում ես դեղ նշանակի, չի անցնելու, որովհետև կարող է ինչ-որ ֆասետիշն ինչ-որ թեթև շեղում ունենա, նու օրինակ բերեմ, հա, որ ողնաշարի մի հատվածում փոքր շեղում լինի, որը ստատիկան խանգարի ողնաշարի եւ մարդը անընդհատ դեղ խմի, չոքնի։ Այդ բան գալիս է կոնսուլտացիա, կարող է ասկի նայում եմ պահիտակ մի հատ թեթև շտկում անեմ, մանիպուլյացիա անեմ, ու կարգավորվի ավելի։ Իհարկե, ու դեղնը նշանակենք մարդը գնա ու ավարտվի ինչով, որ այդ մի այցով ուղղակի կանխի 10 օրվա բուժումը, որովհետև երբ որ երկար այդ ցավով մարդը դիմանում է եւ ստատիկայի խանգարում կա կամ միգուցե նյարդարմատնա այնտեղ թեթև հարում է գնում եւ բորբոքվում է, ներվը հիվանդանում է, ավելի խորանում է, բացվում է նյարդաբանի գործ, իմ աշխատանքն է սկսում ֆիզիոթերապևտին է եւ այլն, որpիսի դրան չհասնեն, այդ թեթև գանգատների ժամանակ ավելի լավ է միանգամից 10 րոպեով մտնեն մեզ մոտ, դա չի նշանակում որ 15 օր հետո գալու են, խուսափեն։ Կարող է թեթև մի հատ ինչ-որ շտկում անեք, այդ նույն բանը ոնց որ ձեր մոտ պացիենտը գա, ինչ-որ թեթև երեսը դուստված լինի, ինքը սկսի ինքնաբուժություն անել, ինչ-որ դեղեր քսել, եւ այդ փոքր կոպիտ ասած բզուկը կամ ինչ-որ բանը վերածվի մի հատ մեծ
չի բանի կամ ինչ որ խնդիրի, որը բերի հասնի միջև վիրահատության, ասենք։ Ինչի համար։ Այո։ Էլի այդ երևի շատ անբարեխիղճ ինչ որ մոտեցումների գաղափարն է, կրթելու գաղափարն է, հա, կրթել ասելով եւ մեր վրա էլ կա այդ պատասխանատվությունը, հա, որ հնարավորինս շատ ինֆորմացիա պետքա տրամադրենք մեր պացիենտներին, մեր լսարանին, որ երբ դիմել բժշկի, ոնց հասկանալ արդյոք բժիշկը բարեխիղճ է թե ոչ։ Երբ որ նամակ են գրում Instagram-ում, չանտեսել են մարդկանց, ովքեր ուղղակի բուժում են ուզում on-line, այլ բացատրել իրանց, որովհետև գուցե երկուսը չընկալեն, չհավատան, բայց երրորդը, այսպես ասած, այդ արատավոր ուղղակից դուրս կընկնի ու հուսանք կհանդիպի բարեխիղճ մասնագետի։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր զրույց էր։ Ես էլ եմ շնորհակալ։ Հույսով եմ հաճախ կփորձենք sense ինֆորմացիաներ տրամադրել մեր ժողովրդին, այսպես ասած, մեր հայրենակիցներին, նաև մեր գոլեգաներին եւ մենք իրար շփվելով փոխանակելով այս հարցերը եւ պատասխանները, որովհետեւ ամեն անգամ հարց ու պատասխան տալով մենք էլ ենք ինչ-որ նոր բան սովորում։ Միանշանակ մտածում ենք դրա մասին։ Մեծ հաճույքով շնորհակալություն, որ հրավիրեցիք։ Շնորհակալություն։